Երբ քո աշխատանքային որոշ պարտականություններ անցնում են ուրիշին, ինչպես ընդունել իրավիճակը։ Կարիերայի ընթացքում գալիս է մի պահ, երբ քո նախկին պարտականությունները փոխանցվում են մեկ այլ աշխատակցի։ Դա կարող է լինել առաջխաղացման, կառուցվածքային փոփոխության կամ նոր թիմային մոդելի հետևանք։ Թեպետ արտաքինից սա կարող է թվալ սովորական գործընթաց, ներքին մակարդակում այն հաճախ առաջացնում է լարվածություն, անվստահություն եւ նույնիսկ ինքնագնահատականի հետ կապված հարցադրումներ։ Առաջին եւ ամենակարևոր քայլը իրավիճակը ճիշտ մեկնաբանելն է։ Քո աշխատանքը ուրիշին փոխանցելը չի նշանակում, որ քո ներդրումը թերագնահատվել է։ Շատ դեպքերում դա վկայում է հակառակը։ Քո ստեղծած համակարգը արդեն կայուն է եւ կարող է վստահվել ուրիշին։ Բնական է զգալ խանդ, կորուստ կամ վերահսկողության բացակայություն, սակայն այդ զգացումները պետք չի ճնշել կամ ամաչել դրանցից։ Դրանք ազդանշան են, որ դու կապված ես եղել քո աշխատանքին եւ այն կատարել ես պատասխանատվությամբ։ Կարևոր է նաեւ գիտակցել, որ քո մասնագիտական արժեքը չի սահմանափակվում մեկ դերակատարությամբ։ Եթե քո նախկին գործառույթները կարող են փոխանցվել, դա նշանակում է, որ դու կարող ես աճել, ընդլայնվել եւ ստանձնել ավելի բարդ կամ ռազմավարական դեր։ Ի վերջո, իրավիճակը ընդունելը չի նշանակում հրաժարվել անցյալից, այլ այն դիտարկել որպես հիմք նոր փուլի համար։ Քո փորձը մնում է քեզ հետ, իսկ փոփոխությունը կարող է դառնալ ոչ թե կորուստ, այլ նոր հնարավորությունների սկիզբ։ Իսկ դու դժվարությամբ ես բաց թողում քո ստեղծածը, գրի մեկնաբանությունում։